Մինասյանի, նրա հետ խոսելու ենք այս տարվող քարոզարշավից, ընտրություններից, որովհետև ընտրություններից մի քանի օր է արդեն մնացել, ինչ կասեք այս իշխանության քարոզարշավի ու ընդդիմադիրների հանդեպ հալածանքների մասին։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար, ասելիքս իրականում շատ է եւ փորձեմ այս սեղմ ժամանակում բացատրել ինչի մասին է խոսքը։ Տեսեք, քարոզարշավը ինձ համար որպես ընդդիմադիր գնում է շատ լավ դեպի դրականը, ժողովուրդը կամաց ընկալում է ընդդիմության ասածը եւ ավելի հավատով է լցվում ընդդիմության հանդեպ, տեսնում ենք իշխանության ակնհայտ պարտությունը քարոզարշավում, որովհետեւ բազմաթիվ ընտրախախտումներ են ի հայտ գալիս, օրինակ 2 օր առաջ Արման Թաթոյանը հրապարակեց աղմկահարույց ձայնագրություն, որտեղ Մարտունու մանկապարտեզների տնօրենների խոսակցությունն էր լուսաբանել, որտեղ ստիպում են, որ աշխատողները գան անպայման քարոզարշավին մասնակցեն, ընդ որում Արական սեռի ներկայացուցիչները եւ հետո այդ ձայնագրությունը հրապարակվելուց հետո երկրորդ աղմկահարույց ձայնագրությունն է դուրս գալիս եւ տեսնում ենք 3 Աբովյանում հանրահավաքի ժամանակ բերվել էին Շիրակի մարզից Շիրակ թռչնաֆաբրիկայի աշխատակիցները ամբողջությամբ կոլեկտիվ եւ ակնհայտ տեսնում ենք, որ ՔՊ-ի քարոզարշավը տեղի է ունենում կիսադատարկ դահլիճներում կամ մարդկանց շատ նոսր բազմություն է հավաքվում եւ իրենց քարոզչամեքենային ավելացրել են նաեւ մոտավորապես 3-4 օր է տիկտոկյան հարթակում հայտնի բլոգերներին, ովքեր քաղաքականության հետ կապ չունեն եւ երբևիցե չեն վարել քաղաքական բլոգներ ու նման անփորձ, նման ոչ պրոֆեսիոնալ մտքերը էլ ավելի են համոզում ժողովրդին, որ այո, այս ընդդիմության աշխատանքը եւ իշխանության փուչիկը շատ քիչ է մնացել պայթելուն։ Ես համենայն դեպս տեսնում եմ ակնհայտ դրականը ընդդիմության կողմից եւ դիրքերի թուլացում իշխանության կողմից։ Եվ շատ ուրախ եմ դրա համար։ Իսկ ինչ կասեք ճնշումների մասին։ Ճնշումները ակնհայտ շարունակվում են, էլի նոր ձայնագրություններ, ինչ-որ անհեթեթ ձերբակալություններ, քաղաքական հալածանքներ, այդ տեսանք Բարգավաճ Հայաստանի падգամավորության թեկնածու պարոն Թևանյանի ինձ համար համենայն դեպս անհասկանալի պայմաններում ձերբակալումը, բայց ինչևէ հուսով եմ դա չի խանգարելու եւ իշխանությունը չի գնալու էլ ավելի պրովոկացիոն քայլերի եւ չի մատուցելու մեզ տհաճ անակնկալներ, մրցելու է ազնիվ համենայն դեպս։ Իսկ բանի հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հույսերը ինչպես են։ Դուք նշեցիք, որ ընդդիմադիր դաշտը այտենց ձեր կարծիքով ինչ-որ խնդիրներ արդեն լուծում է, բայց ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը ընտրություններով տալու է իշխանությունը։ Ես իմ անհատական էջով, որտեղ արդեն դիտումներս գերազանցել են 10 միլիոնը, ակնհայտ տեսնում եմ մոտավորապես 10-15% բացասական մեկնաբանություններ եւ 80-ից 85% միայն դրական, միայն լայքեր, տարածում վիդեոների եւ իմ անձնական էջի հիման վրա կարող եմ ասել, որ այո, ընդդիմության շանսերը շատ բարձր են, բայց թե կգնա ՔՊ-ն ընտրակեղծիքի թե ոչ, չեմ կարող հստակ այդ հարցին պատասխանել, հուսով եմ, որ ընտրությունները կանցնեն ազնիվ, բայց հետընտրական փուլ կլինի եւ պատրաստ ենք, ընդդիմությունը պատրաստ է համենայն դեպս, եթե իշխանությունը չընդունի իր պարտությունը, կգնանք փողոցային պայքարի, համենայն դեպս ակտիվ երիտասարդները պատրաստ են։ Դուք պատրաստ եք, բայց ընդդիմության ներկայացուցիչները ձեր կարծիքով պատրաստ են։ Քանի որ ես ոչ մի քաղաքական, այսպես ասած, կուսակցության անդամ չեմ եւ հետեւում եմ ընտրական պրոցեսներին որպես դիտորդ եւ որպես իրենց սատարող անձ, լսելով հայտարարությունները, այո, բոլորը պատրաստ են։ Այսինքն վստահ եք, որ ընդդիմությունը կհաղթի այս Ավելին քան այսօր, ավելին քան համոզված եմ, որ հաղթանակը ընդդիմությանն է լինելու։ Իսկ ինչ կասեք, այսօր առավոտյան ականատես եղանք, որ Հայաստանի հարցն էր քննարկվում, Ռուսաստանի նախագահի, Բելարուսի նախագահը քննարկում են Հայաստանի ԵԱՏՄ-ի հաղթի հետ կապված խնդիրները, այսպես ասած, բայց Հայաստանը այսօր ոչ ՀԱՊԿ-ից է դուրս եկել, ոչ ԵԱՏՄ-ից, բայց
Տեսեք, քանի որ իշխանությունը ամբողջ օրը զբաղված է ուտելիքները փորձարկելով, այսպես ասած, նաև իրենց կցված են սննդային բլոգերները, իմ կարծիքով իրենց չի հետաքրքրում երկրի ճակատագիրը որ կողմ է գնալու, քանի որ շատ վստահ են, որ իրենց օրերը հաշված է եւ առասարակ չեն ուզում իրենց ուղեղը ծանրաբեռնել եւ մտածել, որ կողմ է գնում երկիրը, կգան նոր ուժեր եւ իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք որպես քաղաքացիներ սատարող ընդդիմությանը կընդունենք ի գիտություն այդ փաստը, բայց որ այսօր երկիրը գտնվում է աղետալի վիճակում, դա կարող են գիտակցել միայն adekvat քաղաքացիները։ Նիկոլին ընտրողները իրենք ունակ չեն ինչ-որ բան գիտակցելու։ Այսօր տեսնում ենք Լարսում ունենք խնդիր եւ հայտարարություն է տարածվել, որ այ Ծիրանը չենք մթերելու, մյուս գյուղատնտեսական մթերքները չենք մթերելու, բայց իշխանությունը իրեն հետաքրքիր չէ ոչինչ, ժողովուրդ դիմացեք։ Այ այսօր ես հետաքրքիր նյութ կարդացի, Նիկոլ Փաշինյանի սատարողներից մեկը ասում է, դե օրինակ որ Ծիրանը չեք վաճառելու Ռուսաստան, օրինակ կարող եք օղի ստեղծել, քաշել օղի ու օղին վաճառել արտահանել, հիմար մտքեր էր ասում, այդ է, ունենք այն ինչ ունենք, աղետալի վիճակ, մեզ ուղղորդում են դեպի Եվրոպա, ըստ իշխանության դատարկ գրպաններով, դատարկ ծրագրերով ուղիղ Եվրոպա, որտեղ ոչ մեկ չգիտի։ Գազի գինը կթանկանա Եվրոպայում ինչ գներա ու այդ տեղերում, իսկ Հայաստանը այսօր գազ է ստանում շատ էժան տարբերակով ու Հայաստանը տնտեսական առումով թե կախված է ԵԱՏՄ շուկայից, թե Ռուսաստանից, ինչ իրավիճակ կստեղծվի, եթե Հայաստանը իր հարաբերությունները դարձնի թշնամական Ռուսաստանի հետ։ Ես չեմ կարծում, որ մենք կգանք մեկ կետի, որտեղ մեր հարաբերությունները կսառեն եւ առավել եւս կփչանան մեր բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ Նիկոլ Փաշինյանը այլևս չի լինի իշխանության եւ նոր իշխանությունները կգտնեն լեզու եւ Ռուսաստանի Դաշնության հետ եւ դեպի Եվրոպա, բայց ըստ Նիկոլ Փաշինյանի, ըստ իրեն, մենք կունենանք մեր սեփական գազը, ինչպես էր դա պատճառը բացատրում, նրանով, որ կունենանք մեր երկրով անցնող գազամուղ, որտեղ դրա վճարի տեսքով մեզ կտան անվճար գազ։ Հավանաբար Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների գրքից էր կարդացել, ինչևէ, դա իշխանության ծրագիրներ, բայց ես քանի որ իրենց ոչ մի ասացին լուրջ չեմ ընդունում եւ չեմ հավատում, կսպասեմ նոր իշխանությանը եւ իրենց որոշումներին։ Իսկ ինչ կասեք, որ 19 կուսակցություն, թե 17 կուսակցություն երկու դաշինք է մասնակցում ընտրություններին, այդ չափազանց շատ կուսակցությունների մասին ինչ կասեք։ Ինձ համար գոնե ակնհայտ կան 5 կուսակցություններ, ովքեր հնարավորություն ունեն հատելու 4, 5 եւ համապատասխանաբար 8%-ի շեմը, իսկ մնացած այն կուսակցությունները, ովքեր նույնիսկ 1%-ի շանս չունեն, իմ կարծիքով բոլորը պրոիշխանական են եւ ծառայում են միայն Նիկոլ Փաշինյանին։ Եվ դեռ ժամանակ ունեն, ես կարող եմ կոչ անել այն կուսակցություններին, ովքեր ակնհայտ 1-2% ձայն ունեն եւ գնում են ձայների փոշիացման, իրենց մեջ ունենան արժանապատվություն եւ եթե իրենց համարում են իրոք ընդդիմադիր, վայր դնեն հրաժարվեն մասնակցել, դեռ ժամանակ ունեն կարծեմ եւ միանալ իրենց նախընտրած այն ուժին, ում գոնե գաղափարակից են եւ ովքեր հույս ունեն հատելու 4, 5 եւ համապատասխանաբար 8%-ի շեմը։ Միանշանակ գնա, որ գնանք, համաձայն եմ այդ կոչի հետ բոլորս պետք է գնանք ընտրության, քանի որ դա մեր պարտքն է, ինչպես զինվորն է իր պարտքը տալիս հայրենիքին, այդպես էլ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր պարտքը տա իր պետությանն, գնա ընտրության, մերժի Նիկոլին, մերժի ՔՊ-ին, ընտրի այն ուժերին, ովքեր որ հնարավորություն ունեն մտնելու ազգային ժողով, որպեսզի իրենց ձայնը նույնպես չփոշիանա։ Ես եմ շնորհակալ հարցազրույցի համար։